Տեսագրությունը որ ցուցադրվել է, մի կարճ ուղղակի հավելում կանեմ, որ մենք ոչ վաղ անցյալում ունեցել ենք դեպքեր, որ էլի հրապարակվել են տեսանյութեր, բայց այնուհետև փորձաքննության արդյունքում այդ տեսանյութերը կեղծ են հրապարակվել։ Այսինքն մենք չենք պնդում, որ ամենայն հավանականությամբ դա այդպիսի իմիտացիա է եւ կարծում եմ, որ նա պետք է շատ մանրամասն քննության առարկա դառնա, նաեւ պետք է հատուկ վարույթ նախաձեռնվի այդ վարույթի շրջանակներում այդ տեսաերիզը փորձաքննության ենթարկվի, որպեսզի հանրությունը պարզ իմանա, արդյոք դա իմիտացիա էր, թե կան այդպիսի խմբեր, որոնք որ այդպիսի ահաբեկչական արտահայտություններ կամ այդպիսի բաներ են տարածում։ Եվ մի փոքր էլ ես ասեմ, որ քանի որ ես նաև մայրս Արցախից է, ես Արցախի բարբառը տիրապետում եմ, ինձ թվաց ամենայն դեպս, որ այդ արցախյան բարբառը, որով որ տեսագրված էր այդ տեսաերիզը, շատ վառ Արցախի բարբառով չէր, այսինքն էլի իմիտացիոն ինչ-որ մի բան, ամենայն դեպս դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, այսքանը։ Պարոն Անանյան, եւ այս դիմում բողոքից ինչ ակնկալիքներ ունեք Աննա Վարդապետյանից, քանի որ ըստ էության տեսանք հանրայնացումից հետո այս ձայնագրության ոչ քննություն նախաձեռնվեց, ոչ քրեական վարույթ, ըստ էության երկակի ստանդարտներ է գործում արդարադատության համակարգում։ Մի դեպքում եթե ընդդիմությունն է, հետամուտ է լինում, հակառակ դեպքում ոչինչ չի արվում։ Գիտեք, կոնկրետ Աննա Վարդապետյանից ակնկալիքները այդքան էլ շատ չեն, բայց իրավապահ համակարգից ունենք որոշակի ակնկալիքներ, որովհետև իրավապահ համակարգը միայն Աննա Վարդապետյանը չի, եւ կարծում եմ, որ հանրային ճնշման պարագայում նաեւ ելնելով այն հանգամանքից, որ պաշտոնական քարոզարշավի այս շրջանակներում է բացահայտվել այդ միջադեպը եւ դրա վերաբերյալ ըստ էության մեր քաղաքական ուժը ներկայացնում է հանցագործության մասին հաղորդում, կարծում ենք, որ այս դեպքում պետք է որ իրավապահ մարմինը մի քիչ ավելի զգուշավոր լինի եւ իր քայլերում լինի նաեւ ավելի հետեւողական։ Այսինքն ակնկալիքներ իրավապահ մարմնից միշտ պետք է ունենանք, որովհետեւ մեր կարծիքով իրավապահ մարմիններում կան շատ արժանապատիվ պաշտոնյաներ։ Կոնկրետ ձեր հարցի պատասխանը Աննա Վարդապետյանից սպասումներ այդքան էլ շատ չեն։ Տեսեք, ստեղ մի բան ասեմ, լրացնեմ մի բան, պարոն Անանյանի ասածին, իրավապահ մարմինները բոլորը